Ես կանդրադառնամ Շիրակի մարզի և մարզպետի հետ կապված հարցից։ Մենք մարզպետի փոփոխություն չենք նախատեսել։ Գոհ ենք պարոն Արուշանյանի աշխատանքից և պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարումը այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել, և եթե մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, հետևաբար նաև մարզպետի թեկնածուի քննարկում չենք իրականացնել։ Հարգելի գործընկերներ, տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են տարբեր լրատվականներ շրջանառվում, որոնց մի մասը իրական են, որոնց մի մասը իրական չեն։ Պարոն Արուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում, և այդ է պատճառը, որ պարոն Արուշանյանը այդ լուրի հրապարակումից արդեն կարծում եմ 2 ամիս ժամանակ է անցել և ինքն է մարզպետը, և մեր պլանները այնպիսին են, որ պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք իր աշխատանքից գոհ ենք, բնականաբար աշխատանքի և աշխատանքային պրոցեսը թերություններ էլ կլինեն և շտկման անհրաժեշտություն էլ կլինի, բայց այդ աշխատանքը գնահատում ենք բավարար և գնահատում ենք այնպես, որ ինքը շարունակելու է պաշտոնավարումը Շիրակի մարզում։ Եվ բյուջեի հետ կապված հարցը, մենք համայնքներում բյուջեի դեֆիցիտ որպես այդպիսին արձանագրված չունենք, կան որոշակի համայնքներ, որտեղ 100%-ից ցածր է եղել կատարողականը, բայց դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, մեր մարզպետների հետ քննարկում ենք իրականացրել և իրենք էլ աշխատում են համայնքների հետ, ընդհանուր կատարողականը բարձր է գտնվում, մենք մարզեր ունենք, որտեղ 120% կատարողական կա համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, այդ բյուջեից անկախ ամեն ինչից շարունակելու ենք դոտացիաներ տրամադրել և բանաձևերի փոփոխության արդյունքում յուրաքանչյուր տարի ավելի մեծ ծավալով ֆինանսավորում ենք իրականացնում հանրապետության համայնքներին, քան նախորդ տարի, այդպես է եղել և 2024-2025 թվականներին, այդպես է լինելու նաև 2026 թվականին, ինչը հնարավորություն կտա համայնքներին ավելի մեծ աշխատանքներ իրականացնել։ Պարոն Արուշանյանի 1 տարի նախորդող ասուլիսը հետաձգվեց և ըստ տեղեկության պարոն Արուշանյանը եկել է Երևան նախարարություն հանդիպելու ձեզ հետ։ Պարոն Արուշանյանի ասուլիսի օրը ես նույնիսկ չեմ էլ ֆիքսել երբևէ, թե չեմ հիշի ես պարոն Արուշանյանի հետ դեկտեմբերի 19-ին հանդիպել եմ, թե չէ, բայց մենք պարբերաբար բոլոր մարզպետների հետ հանդիպում ենք, բոլոր մարզպետները հաճախ են գալիս նախարարություն, առնվազն ամեն հինգշաբթի և շաբաթվա մեջ նաև տարբեր օրեր են գալիս, ըստ ուրեմն աշխատանքի, այդ հարցի պատասխանը պարոն Արուշանյանը կտա, բայց ես պիտի նորից կրկնեմ նույնը, մենք պարոն Արուշանյանին կամ Շիրակում մարզպետի փոփոխության հարց մեր օրակարգում չունենք և հետևաբար պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարել։